տեղեկություններ կան, որ քաղաքապետարանի կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող Multiwellness ընկերությանը ծանոթում է ուղարկվել կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։ Խնդրում եմ կասեք, այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ինչի մասին է խոսքը եւ ինչ են պատրաստվում անել Ծառուկյանները։ Տեսեք, շատ մանրամասնորեն իրավական մանրամասներին չեմ տիրապետում, որովհետև Multiwellness-ը հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսներից մեկն է, որտեղ պարոն Ծառուկյանը բաժնեմասեր ունի, բայց այո, տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի լուծարելու վերաբերյալ ծանոթագիր են ստացել, այդ տարածքը վարձակալությամբ է տրված Multigroup կոնցեռնին մինչև 2065 թվականը եւ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու Երևանի քաղաքապետարանը այսպես սեփական կմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը մեկ ամիս շուտ այդ մասին տեղեկացնելով Multigroup կոնցեռնին, իրավաբանները իրենց առարկությունները արդեն իսկ ներկայացրել են եւ բնականաբար ինչպես ցանկացած այլ դեպքում, այս դեպքում եւս բնականաբար մենք գնալու ենք իրավական ճանապարհով, որովհետեւ հասկանալի է, որ մինչև 2065 թվականը ունենալով վարձակալության պայմանագիր, երբ մեկ գիշերում նման որոշում է կայացվում, հասկանալի է, որ սա ընդամենը քաղաքական կոմպոնենտ է իր մեջ պարունակում եւ հերթական անգամ իշխանությունները իրենց ձեռքի տակ ունեցած վարչական ռեսուրսներն ու լծակները փորձում են որպես մահակ օգտագործել։ Սա իմ գնահատականն է, բայց առաջիկայում իրավաբանները ավելի հստակ հարցի հետ կապված դիրքորոշում կներկայացնեն։ Հնարավոր է դատարանում վիճարկել։ Բնականաբար, քանի որ բացարձակ հիմնազուրկ է այդ ծանոթագիրը, իրավաբանները արդեն համապատասխան գործընթացը կիրականացնեն օրենքի շրջանակներում, սակայն Multigroup կոնցեռնի տասնյակ ընկերություններում են այս օրերին տարատեսակ հարկային ստուգումներ, այսպես որոշակի գործընթացներ տեղի ունենում։ Multiwellness-ը միակը չէ Multigroup կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերություններից, որտեղ յուրաքանչյուր օր որոշակի գործողություններ են տեղի ունենում։